Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ ներկայացնել մարդկանց, ովքեր որ ձեռնադրվելու են 5 սարկավակներ եւ 3 երեցներ, հովիվներ։ Ինձ համար նաեւ պատիվ է իմ հովիվ եղբայրների հետ միասին ձեռ դնել նրանց վրա, ձեռնադրել նրանց, ինչպես որ Սուրբ Գիրքը խոսում է, հաստատել այն ամենը, ինչ որ արդեն իսկ Աստծո կողմանը տրված են իրենց։ Սա Սուրբ գրային է, սիրելիներ, եւ մենք այսօր ձեռնադրություն ենք կատարելու։ Մի փոքր կարճ ես կխոսեմ ձեռնադրության մասին եւ մի փոքր էլ ուղերձ կունենամ ձեռնադրվողներին, որից հետո բեմ կհրավիրենք առաջինը սարկավակներին։ Այսօր կա հատվածներ, որ երկու անգամ ենք լսելու, երկու անգամ ենք տեսնելու։ Բայց երկուսն էլ, քանի որ շատ են, 8 հոգի են, 8 հոգիներ, երկու մասի ենք բաժանել, սարկավակները եւ այնուհետեւ հովիվները։ Կլինեն որոշ բաներ, որ երկու անգամ, բայց մեզ համար դա երկու անգամ, բայց իրենց համար դա առաջին անգամ կլինի, որովհետեւ իրենք կլսեն իրենց համար։ Այնպես որ պատրաստվեք, զինվեք, հիմա ժամանակն է լսելու եւ նաեւ տալու մեր ձեռնադրվողների համար։ Ինչ որ լսում ենք, առաջին լսում ենք իրենց համար եւ իհարկե նաեւ մեզ համար էլ, բայց առաջին իրենց համար եւ ինչ որ տալու ենք, աղոթքի մեջ, օրհնության մեջ տալու ենք այսօր իրենց։ Այս 8 էի ուզում ասել, բայց եկեք ասեմ 16-ին, 16 հոգիներին, որտեղ իրենց կանայք էլ իրենց հետ միասին են, փառք մեր Աստծուն։ Ձեռնադրված եղբայրներին այնպես է ստացվել, որ ձեզ հարցեր պետք է տամ բեմի վրա, դրա մասին չենք խոսել, բայց հարցերը ուղարկել եմ ձեր չաթին, խնդրում եմ ծանոթացեք այդ հարցերին։ Այս ընթացքում մինչև որ ես խոսում եմ ձեր մասին։ Դիտավորություն չի եղել, եղբայրներ ջան։ Ուղղակի այդպես ստացվել է։ Եփեսացիս 4:11-ը։ Եվ նա մի քանիսներին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսներին մարգարեներ, մի քանիսներին ավետանիչներ, մի քանիսներին հովիվներ եւ վարդապետներ։ Սուրբ գրային է, պաշտոններ կան եւ գոյություն ունեն որ Աստված տվել է եկեղեցու մեջ լինելու համար։ Եվ կցում ենք նաև Տիմոթեոս եւ Տիտոսի թղթերում գրված սարկավակի պաշտոնը, որ Աստված տվեց եկեղեցում լինեն հովիվներ եւ սարկավակներ։ Եվ եկեղեցին ինքը պետք է տեսնի սա։ Այն ինչ որ Աստված կանչել է, այն ինչ որ Աստված տվել է եւ այն ինչ որ Աստված բարձրացրել է, եկեղեցին պետք է տեսնի սա եւ պետք է ընդունի եւ պետք է հաստատի այն։ Ինչ որ այսօր մենք սիրելիներ կատարում ենք։ Ինչի համար է այս պաշտոնները։ 12-րդ խոսք, Եփեսացիս 4:11-ը կարդաց, հիմա 12-ը։ Սուրբերի կատարելության համար։ Սուրբերը, որոնք առանձնացված են, սրբված են, իրենք պետք է ավելի կատարելագործվեն։ Եթե մեկը քեզ հարցնի, ասի դու կատարյալ ես, առաջին բանը որ գալիս է քո մտքում, ասում ես ոչ, բայց կարող ես ասել նաև այո։ Գիտես ինչու։ Որտեվ դու Քրիստոսի մեջ նոր ստեղծագործություն ես, դու Աստծմով ներված եւ սրբված ես։ Այսօր Տերը քեզ կատարելագործել է, բայց ավելի ու ավելի կատարելագործում է։ Երբ որ մարդը Տիրոջը ընդունել է իր կյանքի մեջ, նա սրբացած է, նա մաքուր է, նա կատարյալ է մեղքի առումով, որովհետեւ ինքը սրբվել է։ Նա այլևս Տիրոջը ընդունելու կարիք չունի, նա արդեն ընդունել է, նա Տիրոջը վերջնականապես որոշեց, որ ընդունի, եւ ինքը չի հրաժարվում Տիրոջից։ Աստված այդ մարդուն կատարելագործում է։ Սուրբը ավելի սրբանում է, մաքուրը ավելի մաքրվում է, կատարյալը ավելի կատարելագործվում է։ Սուրբերի կատարելության համար, նրանց շտկման համար, նրանց փոխվելու համար, նրանց ավելի ու ավելի քրիստոսանման դարձնելու համար են պետք այս պաշտոնները, որ օգնեն այս մարդկանց։ Պաշտոնի գործի համար եկեղեցում շատ ծառայություններ կան, եկեղեցում շատ գործեր կան, ով պետք է անի այդ գործերը, ով պետք է կատարի այդ պաշտոնը, ով պետք է երգի եւ նվագի։ Վանիկ ախպերը, Ղուկաս ախպեր ջան։ Այո, նաեւ։ Ով պետք է անի այդ ծառայությունը։ Հարյուրավոր մարդիկ այսօր դուք այստեղ եք լսում եք, Տիրոջ խոսքը վայելում եք երկնու երաժշտությունը, բայց մի քանի տասնյակը ծառայում են ձեզ։ Եվ Աստված կարգեց եկեղեցուն, որ լինի գործ եւ ծառայություն։ Եվ այս պաշտոնակիցները պետք է լինեն, պաշտոնյաները ասենք, պետք է լինեն, ծառայողները պետք է լինեն, Աստծո սպասավորները պետք է լինեն, որ Աստծո կողմանը, Աստծո տաճարի մեջ սահմանված գործը կատարեն։
Ինչպես որ խորանում, ինչպես որ տաճարում, ինչպես որ առաջին դարի եկեղեցում, այնպես էլ այսօր 21-րդ դարում եկեղեցում Աստված ունի սպասավորներ, պաշտոնյաներ, ովքեր պետք է նպաստեն սուրբերի ավելի կատարելագործվելուն, ավելի քրիստոսանման լինելուն եւ պետք է կատարեն այն բոլոր ծառայությունները, որ Աստված իրենց հանձնարարել է։ Այսօր դրսում մարդիկ կան, որոնք ծառայում են Աստծուն, իսկ մենք այստեղ վայելում ենք Տիրոջը։ Մարդիկ կան, որոնք կանգնած են մեքենաների պարկինգում կամ դարպասների մոտ դիմավորում են նոր եկողներին, իսկ մենք այսօր նրանք ծառայում են այսօր Աստծուն։ Այդ գործի եւ այդ ծառայության համար պետք են պաշտոնները, սպասավորությունը եւ պետք են այն մարդիկ, որ կրեն այդ լուծը եւ ծառայեն Տիրոջը։ Հաջորդը Քրիստոսի մարմնի շինության համար։ Ինչու են պետք այս պաշտոնները եւ հովիվներն ու սարկավոկները։ Քրիստոսի մարմինը շինվում է, կառուցվում է, լրացվում է։ Քրիստոսի մարմնի շինության համար հոգևորը ավելի աճում է, Քրիստոսի մարմինը ընդարձակվում է, նոր եկեղեցիներ են հիմնվում։ Այս շինության համար, այս գործի համար պետք են սպասավորներ։ Որտեղ ոմանք կարծում են, որ հովիվները միայն քարոզչության համար են, նաև քարոզչության համար են, բայց ոչ միայն սիրելիներ։ Ոմանք կարծում են, որ դե հովիվ լինելը կամ էլ, չգիտեմ, ոչ սիրելիներ։ Այն հեշտ բան չէ, այն լավ բան է, որտեղ աստվածային է, այն ճիշտ է, որտեղ քո կյանքում կոչում է, բայց այն շատ դժվար process է։ Եղբայրներով հիշեցինք այս հավաքությունից առաջ, որ մեր հայրը եւ մեր հովիվը հաճախակի ասում էր, մենք ձեր եզներն ենք։ Չէ, այդպես էր, չի ասում։ Լուծը կրելու համար։ Ինչպես։ Առանց թաքցնելու ասում էր։ Դե մենք էլ հետևում ենք իր օրինակին։ Առանց թաքցնելու ասում ենք, որ հովիվները, սարկավակները, Տիրոջ պաշտոնյաները, նրանք առաջին հերթին ծառաներ են։ Աստծուն, Աստծո ժողովրդին։ Այո, նրանք արժանավոր Աստծո զավակներ են։ Արժանավոր, պատվավոր Աստծո զավակներ են։ Բայց Տեր Հիսուսը սովորացրեց, երբ որ խոսքը վերաբերվում է անելուն, այլ ոչ թե լինելուն, մենք կանք, եղել ենք Աստծո զավակ, մենք պետք է հպարտանանք դրանով ուրախանանք։ Իշխանությունը մեզ տրված նրա որդին լինելու։ Բայց երբ որ խոսքը վերաբերվում է անելուն, ծառայությանը, ամեն անգամ Տերը հիշեցնում է, ասես, ես անպիտան ծառայ եմ։ Երբեք ու երբեք ծառայությունը եւ ծառայության արդյունքը չպետք է ինձ որևէ մի կերպով վերագրեմ, չպետք է որևէ կերպով հետ վերադառնա ինձ փառավորելու կամ ինձ ինչ որ ոչ, ես անպիտան ծառայ եմ։ Բայց ես Տիրոջ արժանավոր զավակն եմ, որտեղ Քրիստոսի արյունով եմ գնված եւ Սուրբ Հոգին է իմ մեջ փառք Աստծո։ Սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար։ Եթե չլինեն հոգևոր առաջնորդները, անգամ ամենասուրբ վայրում, անգամ ամենաճիշտ վայրում, որը եկեղեցին է սիրելիներ, քաոս կտիրի։ Գիտեք ինչու։ Որտեղ ոչ բոլորն են Աստծո ձայնը լսում, ոչ բոլորն են Աստծուն նազան, ոչ բոլորը ունեն նույն հասակը։ Դրա համար պետք են առաջնորդները փոխանցելու այն ինչ որ Տիրոջից կա, կերակրելու մարդկանց հոգևոր սնունդով, խնամելու մարդկանց, պաշտպանելու մարդկանց տարբեր ուսմունքներից, տարբեր վարդապետություններից, ցավ քաշելու նրանց համար։ Պողոս առաքյալը ասում էր, որ ծննդական ցավ քաշելու անգամ, ծնելու, խնամելու, կերակրելու, պաշտպանելու, օրհնելու, առաջնորդելու համար պետք են այդ սպասավորները, որպեսզի եկեղեցին շինվի եւ աճի։ Սիրելի ձեռնադրվող եղբայրներ, դուք տնտեսներ եք Աստծո այգի մեջ։ Տնտեսից ինչ է պահանջվում։ Հավատարմություն։ Շատ բաներ կարող է մենք ասենք, որ պահանջվում է աշխատասիրություն, ջանք եւ այլն, բայց եկեք այսօր նշենք հավատարմությունը։ Տնտեսից պահանջվում է, որպեսզի հավատարիմ լինի։ Սիրելի եղբայրներ, այնինչ որ ես կփոխանցեմ ձեզ,
այս մի քանի կետերը շատ արագ ես կանցնեմ։ Սրանք պարզապես վերնագրեր են, պարզապես առաջին կետերն են, որը դուք ձեր կյանքում հետո լրացրեք։ Ուսումնասիրելով Աստծո խոսքը, գործնականում ապրելով, հավատարիմ եղեք։ Աստծո հետ ամենօրյա փոխհարաբերություն ունենալով։ Հավատարիմ եղեք, սիրելի եղբայրներ, ամեն օր Աստծո հետ փոխհարաբերություն ունենալու մեջ։ Տնտեսից պահանջվում է հավատարմություն, հավատարիմ եղիր։ Հավատարիմ եղիր։ Թույլ մի տուր երբեք երկրորդական, երրորդական բաները զբաղեցնեն առաջնայինի տեղը, իսկ առաջնայինը սա է, մտնել նրա սրահները։ Քահանայի համար առաջին բանը սա էր, հանդիպել։ Հանդիպել նրան, ում որ ծառայում է ինքը։ Հավատարիմ եղեք խոսքին, վարդապետությանը, ձեր ուսմունքին եւ դավանանքին։ Պահանջվում է ձեզանից, որտեղ մարդիկ լսում են ձեզ, մարդիկ հետևում են ձեզ, մարդիկ օրինակ են վերցնում ձեզանից։ Հավատարիմ եղեք խոսքին, վարդապետությանը եւ ուսմունքին։ Հավատարիմ եղեք ձեր կոչմանը։ Կգան ժամանակներ ծանր կլինեն, կգան ժամանակներ ավելի շահավետ առաջարկներ միգուցե կստանաք, բայց ո՞րն է քո կոչումը։ Ո՞րն է քո կոչումը։ Հավատարիմ եղիր քո կոչմանը։ Ինչ է տվել Աստված քեզ։ Ինչպես է Աստված քեզ կանչել, դու ով ես Աստծո այգու մեջ։ Ով ես, ո՞րն է քո տեղը։ Ո՞րն է քո տեղը։ Միգուցե այս մի փոքր աճ գնաս ավելի հարմար լինի, բայց դա քո տեղը չէ։ Սա է քո տեղը։ Ես հանդիպել եմ եպիսկոպոսների եւ հովիվների արտերկրում մեկ եկեղեցում, որ 100 հոգանոց, 150 հոգանոց օրհնյալ եկեղեցի է, հանդիպել եմ մարդկանց, որոնք 3 եպիսկոպոս կան այդ եկեղեցու մեջ, 10 ձեռնադրված հովիվ, մոտ 20 ձեռնադրված սարկավակ։ Ես 150 քիչ ասեցի, բայց մի փոքր մի քանի 100 հոգանոց եկեղեցում 200-250 եւ առաջին բանը, որ ինձ հարց է եկել, սա է. միթե Աստծո կամքն էր, որ նրանք դուրս են եկել իրենց երկրից։ Հիմնականում ես խոսում եմ ուկրաինական եւ հայկական եւ նաեւ ռուսական եկեղեցիների մասին, որոնք գաղթականներ են, Միացյալ Նահանգներ, Եվրոպա։ Եվ առաջին բանը, որ ինձ հարց է եկել, սա է. միթե Աստծո կամքն էր, որ իրենք դուրս են եկել իրենց երկրից։ Այստեղ էլ են ծառայում Աստծուն։ 5-6 ամիսը մեկ խոսք են խոսում։ Այստեղ էլ են ինչ-որ բան անում, բայց Աստծո կամքն էր, որ իրենք տեղափոխվեցին։ Հավատարիմ եղիր քո կոչմանը։ Ուր է քեզ Աստված տանում, որտեղ ես դու։ Դա շատ կարևոր է։ Արդյոք Աստված ուզում է, որ ես լինեմ այնտեղ, որ այս պահին ես ուզում եմ գնալ։ Հավատարիմ եղիր քո կոչման առաջին հերթին, հետո նոր մնացյալ բաները։ Հավատարիմ եղեք ձեր ժողովրդին, այն ժողովրդին, որ Աստված կարգել է ձեզ որպես տնտեսներ, որպես տեսուչներ, որպես հովիվներ, խնամակալներ, ծառաներ։ Հավատարիմ եղեք այդ ժողովրդին նրանց սիրելով, խնամելով, այսինքն հոգ տանելով իրենց։ Հավատարիմ եղեք, կերակրելով իրենց, հոգևոր սնունդ, լավ սնունդ, ճիշտ սնունդ։ Կարող է դու շատ լավ սնունդ ունես, բայց ինքը դեռ չի կարող դա ուտել։ Մի ստիպիր, մի զոռիր, մի փորձիր քեզ նմանվի։ Խնամիր։ Ինչպես որ քո 13-10 տարեկան երեխային մեկ ուրիշ սնունդ ես տալի, 2 ամսական երեխային ուրիշ սնունդ ես տալի։ Կերակրիր նրանց Աստծո հոգով, Աստծո խոսքով եւ ճշմարտությունով։ Եվ առաջնորդիր իրենց, հավատարիմ եղիր։ Քո ժողովրդին նրանց առաջնորդելով եւ պաշտպանելով։ Պաշտպանելով գայլերից, պաշտպանելով օտարուսմունքներից, պաշտպանելով նրանց ամեն օտարածին վարդապետություններից եւ ուսմունքներից եւ խառնակիչ մարդկանցից պաշտպանիր նրանց որպես տեսուչ, որպես հովիվ, ինչպես որ հովիվը պաշտպանում է իր հոտը, որտեղ նրանք անօգնական են։ Նրանք ինչ որ բաներ կարող են անել, գառները, հոտը, ինչ որ բաներ կարող են անել, բայց ավելին չեն կարող, որտեղ հովիվ ունեն, եւ հովիվը կարող է ավելին անել։ Հավատարիմ եղիր նրանց, ում վրա դու կարգվել ես, այդ խոսքը չեմ սիրում ում վրա, ում համար դու կարգվել ես, որպես հովիվ, սիրելու,
խնամելու, կերակրելու, պաշտպանելու եւ առաջնորդելու համար։ Հավատարիմ եղիր քո եկեղեցուն, այն եկեղեցուն, որտեղ դու կանչված ես ծառայելու։ Այսօր դա այս եկեղեցին է, վերնատուն եկեղեցին, կլինի դա այն թափը, կլինի դա Կոմիտասը, կլինի դա Երևանին, կլինի դա Ջավախքը, Նուբարաշենը, որտեղ որ կլինի եւ որտեղ որ եկեղեցին քեզ կուղարկի կամ դու կգնաս նոր եկեղեցախմբեր հիմնելու, հավատարիմ եղիր այն եկեղեցուն, որտեղ որ դու կաս։ Հավատարմություն ունեցիր ամեն կողմանը, քո օրհնությունը վերցնելու եւ նաեւ քո օրհնությունը տալու համար։ Հավատարիմ եղիր քո առաջնորդներին, վերադասին։ Երբ որ այս կետը ես գրում էի, ես ինքս լինելով առաջնորդը, հովիվը այս եկեղեցու, առաջին բանը գալիս է ինչպես կհասկացվի սա, բայց ես այդ պահին սա վերցրեցի, սուրգրային է սա։ Եթե սուրգրային է, ես պարտավոր եմ ասելու սա, եւ սա իմ անձի մասին չի բացարձակ։ Հավատարիմ եղիր, պատվելու, գնահատելու, հավատարիմ եղիր նրան օգնելու, հատկապես սարկավակները, դուք առաջին հերթին Աստծո սպասավորներն եք ծառայելու Աստծո ժողովրդին ձեր հովիվներին օգնելու համար, օգնելու մեջ։ Ձեր հովիվներին օգնելով կամ ձեր առաջնորդներին օգնելով այդ կերպով նաև դուք ծառայում եք այն ժողովրդին, որը եւ դու եւ հովիվը միասին ծառայում եք նրանց։ Եվ նաև հովիվները հավատարիմ եղեք ձեր վերակացուներին։ Հավատարիմ եղեք այն վերադասին, որ դրված է եկեղեցու մեջ։ Ինձ համար առաջնորդը կամ վերադասը, այն գերագույն մարմինը մեր եկեղեցու խորհուրդն է։ 6 հոգանոց բաղկացած խորհուրդը։ Ինձ համար, ես էլ ինձ համար ընդունել եմ, որ վերադասը կամ գերագույն մարմինը, եթե թույլ կտակ ասենք, մեր եկեղեցու համար դա խորհուրդն է, որ ես էլ հաշվետու եմ նրանց, որ ես էլ հնազանդ եմ այն որոշումներին, որ այնտեղ կայացվում են, որ ես էլ օրհնված եմ նրանց կողմանե եւ նաեւ օրհնություն եմ նրանց համար։ Հավատարիմ եղիր խոսքի քարոզչությանը։ Սա վերջինն էր։ Մյուսը դուք կարող եք շարունակել։ Հավատարիմ եղիր խոսքի քարոզչությանը։ Թեև կոչմանը ասեցի, ես ծառայության ասեցի, բայց սա ուզեցի առանձնահատուկ նշել։ Տիմոթեոս 2:4-2 ասում է, երկրորդ Տիմոթեոս 4:2 ասում է. խոսքը քարոզիր, վրա հասիր, թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությունով եւ վարդապետությունով։ Քարոզիր խոսքը։ Սիրելի ձեռնադրվող եղբայրներ, քարոզեք խոսքը, վկայեք, ավետարանեք, տարածեք արքայության ավետարանը որքան կարող եք շատ։ Եվ սա իմ ու քո պաշտոնը եւ ում քո կոչումն է։ Մինչեւ որ միշտեր մենք կկաղոթենք մարդկանց համար, միշտեր մենք կայցելենք մարդկանց, միշտեր ինչ որ բաներ մենք կանենք, շատ լավ է, բոլոր անելիքների հետ միասին, եկեղեցին մաքրելու, աթոռները դզելու, դուռը փակելու եւ բացելու եւ այլն այդ բոլոր բաների հետ միասին քարոզենք խոսքը։ Ժամանակին եւ ժամանակից դուրս։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Թեև պայմանավորվել ենք, որ այս հատվածը կարդա, երբ որ նրանք բեմ կբարձրանային, բայց ուզում այս հատվածը կարդալ, նոր բեմ հրավիրել իրենց, որպեսզի շատ երկար չլինի։ Հիմնականում ես սա եմ ուզում փոխանցել, սիրելի ժողովուրդ եւ նաեւ ձեռնադրության տեխնացումներ, ինչի համար ենք մենք ձեռնադրում, ինչի համար է ովքեր են նրանք, որ Տիրոջ տան մեզ սպասավորներ են, ես ասեցի, որ դա Տիրոջ պատվերն է։ Խոսեցի նաև հավատարմության մասին, որ պահանջվում է տնտեսից հավատարիմ լինեն, եւ ուզում Սուրբ Գրքից նաև կարդալ այն հատվածը, որ ուղղված է սարկավակներին։ Այնպես էլ սարկավակները պետք է ծանրաբարոր լինեն, ոչ երկու լեզվանի, ոչ գինումոլ, ոչ ամոթալից շահը սիրող, այլ հավատքի խորհուրդը սուրբ խշմտանքի մեջ ունեցող։ Եվ սրանք առաջ թող փորձվեն եւ հետո այն պաշտոնը մտնեն, եթե անարատ լինեն։ Այնպես էլ նրանց կանայք պետք է ծանրաբարոր լինեն, ոչ թե չարախոս, այլ զգաստ,
ամեն բանի մեջ հավատարիմ։ Սարկավակները մեկ կնոջ մարդ լինեն, իրենց որդկանցը եւ իրենց տները բարի վերակացու, որովհետեւ պաշտոնը լավ կատարողները իրենց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակություն այն հավատքումը, որ Քրիստոս Հիսուսումն է։ Փառք Աստծուն։ Ես բոլորի հետ զրուցել եմ, սիրելիներ, խոսել եմ, առանձին հանդիպումներ ենք ունեցել 8 տեխնացուների հետ, իրենց կանանց հետ, ես եւ Լիլիթը, ժամերով, օրերով, տարբեր օրեր նկատի ունեմ, ժամերով մենք զրույց ենք ունեցել։ Հավատաքննություն կամ չգիտեմ նման բաներ չեն եղել, որտեվ բոլորին քաջ ճանաչում ենք, տեղյակ ենք ում էլ որ լավ չենք ճանաչում, ավելի լավ ճանաչեցինք, պարզապես զրուցել ենք Աստծո խոսքի շուրջ, ընտանիքի շուրջ, ամեն թեմայի շուրջ զրուցել ենք։ Եվ իմ սրտի մեջ ուրախություն է եղել, որ այս մարդիկ կանչված են Աստծուն ծառայելու, եւ այս եկեղեցին, ժողովուրդը օրհնված են նման մարդիկ ունենալու իրենց մեջ։ Ուզում եմ հրավիրել մեր 5 սարկավակ ձեռնադրվող տեխնացուներին իրենց կանանց հետ, խնդրում եմ, բեմ եկեք սիրելի եղբայրներ եւ քույրեր, որից հետո մեր հովիվները կարող են բեմ բարձրանալ։ Համեցեք, եկեք, արագացնենք մի փոքր։ Աթոռներ դրված են, բայց կարծում եմ կարիք չկա նստելու, կարող ենք փորձել այնպես կանգնել, որ հետո ձեզ մոտենան եւ ձեռք դնեն ձեզ վրա, այսինքն ձեր ետևի հատվածում եւ արջևի հատվածում ազատ լինի։ Եվ նաեւ ովքեր որ կարող են ի վիճակի են ծնկելու, ծնկեք, հիմա չէ՞ էլի։ Ովքեր որ ի վիճակի են եւ հնարավոր է ծնկելու այն պահին, երբ որ ձեռք կդնենք ձեզ վրա, խնդրեմ հովիվներին բեմ բարձրանան։ Խնդրեմ այս հատվածում մենք մի փոքր այսպես էլ փոփոխություն կանենք, Աստվածաշնչյան խոսքեր պետք է կարդանք, բայց խնդրեմ Էձիկ եղբայրն ու Ղուկաս եղբայրը խոսքը, այն ինչ խոսքերը, որ իրենց ուղարկված է կամ իրենք ունեն, կարդան։ Կամ մինչև որ դուք կպատրաստեք եղբայրներ, ես հարցեր ունեմ ձեզ տալու, ինչպես ասեցի։ Այս հարցերի պատճառով դրա համար Տիմոթեոս եւ Տիտոս գրքից կարդացի այդ հատվածը, որպեսզի ավելի երկար կանգ չառնեք այստեղ։ Ոնց կանգնեմ, որ լավ լինի, հարմար լինի։ Ժողովուրդ ջան կներեք, էլի։ Ուղղակի հիմա ես ասեցի, չէ, իրենց ենք մենք ծառայում։ Սիրելիներ, հարցեր ունեմ ձեզ ուղղված։ Պատրաստ եք, հա։ Ինչպես։ Չէ, քանի որ շատ եք, այո։ Բայց որպեսզի բոլոր հարցերին առանձին այո չասեք, քանի որ շատ եք, բոլոր հարցերը ես կարդամ, հետո նոր կարող եք այո ասել։ Իսկ եթե որևէ մեկը այլ պատասխան ունի, այոից բացի, սիրով մենք կլսենք իրեն։ Շատ լավ։ Ժողովուրդ ջան, ես հիշեցի, որ իրենց չեմ ներկայացրել ձեզ։ Եկեք ներկայացնեմ, հետո նոր հարցերը տամ, չէ՞։ Այո։ Ուրեմն, ինձանից ձախ կողմում կանգնած է Կարեն եղբայրը եւ Գայանե քույրը, ամուսինները։ Ով ծառայում է Կոմիտասի եկեղեցում, նաև այն թափում, բայց Կոմիտասի եկեղեցում եւ այլ շրջաններում։ Չեմ թվարկում ժամանակի առումով, որտեղ բոլորը շատ ծառայություններ ունեն։ Հայկ եղբայրը եւ Հրաչուհի քույրը եւս Կոմիտասում եւ բոլոր ծառայություններում, որ կատարվում է Կարեն եղբոր Հովության ներքո, Վարդան եղբայրը եւ Սոնա քույրը։ Այս հարցերին իրենք չեն պատասխանել, դրա համար այսենց ուրախ են, հիմա դուք պետք է պատասխանեք։ Պետրոս եղբայրը և Սիրանուշ քույրը, անձնագրով չգիտեի ոնց է, Սիրանուշ, շատ ճիշտ ասեցի, Ավետ եղբայրը և Անի քույրը։ Տարիներ շարունակ իրենք հավատքի մեջ են, տարիներ շարունակ իրենք ծառայության մեջ են,
Իրենք խմբերի պատասխանատուներ են, իրենք օգնականներ են հովիվներին, իրենք ծառայում են տարբեր հարցերում փառաբանության մեջ եւ տարբեր հարցերում ծառայում են Աստծո սուրբերին եւ օգնում են եկեղեցուն եւ նաեւ հովիվներին։ Իրենց առաջադրել են իրենց տարածաշրջանային եւ տարածքային հովիվները, իրենց տեխնացությունը եւ մենք բոլորս միասին հոժարությամբ, սիրով, որպես խորհուրդ համաձայնվելով հոժարվել ենք, որ իրենք այսօր ձեռնադրվեն եւ որի համար նաեւ մեր ձեռքերն ենք դնում իրենց վրա, տալիս ենք իրենց ի նշան օրհնության եւ հաստատման այն օծության եւ այն կոչման, որ արդեն իսկ իրենք ունեն։ Բայց ես նաեւ համոզված եմ Աստծո խոսքից ելնելով, որ երբ որ հովիվները ձեռքերը դնում են ձեռնադրության շնորհիվ, ձեռնադրության պատճառով, ձեռնադրության համար, այդ պահին ինչ որ գերնական բան տեղի ունենա։ Որտեղ Պողոս առաքյալը այդպես ասեց Տիմոթեոսի համար։ Այնպես որ այսօրվա օրը շատ նշանակալի է ձեզ համար, սիրելիներ, եւ թող Աստված օրհնի ձեզ։ Հարցերը ուզում եմ ուղղել ձեզ։ Անհատական եմ դիմելու, յուրաքանչյուրդ վերցեք ձեզ համար։ Համոզված ես, որ Տերը քեզ առանձնացրել է, որ հետագա քո կյանքը ընծայես Քրիստոսի եւ իր եկեղեցուն ծառայելու համար, եւ դու կանչված ես այս կոչումը ստանձնելու համար։ Ընդունում ես, որ այս կոչումը Տերը տվել է քեզ, որ այն հավատարմորեն գործածելով պիտի փառավորես իրեն եւ պատվես իր եկեղեցին։ Դու հավատարիմ կլինես Սուրբ Գիրքը ջանասիրաբար կարդալու, աղոթքի կյանք ունենալու եւ անմնացորդ հետևելու Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Դու կխոնարհեցնես քո կամքը Աստծո կամքի առջև, ծառայության եւ պաշտոնի գործի մեջ։ Խոստանում ես սիրով վարվել մարդկանց հետ եւ հոգ տանել եւ ծառայել հատկապես նրանց, ում համար կանչված ես ծառայելու, հաշվի առնելով մարդկանց տարբեր լինելը։ Սա մի քիչ դժվար այո ասելու հարց է, որտեղ շատ տարբեր բնավորության եւ խառնվածքի եւ իրավիճակների մեջի մարդիկ կարող են մեզ հայտնվել։ Կանես քո լավագույնը, համաձայն Աստվածաշնչի, որ օրինակելի կյանք ունենաս։ Դու կկատարես քո ծառայողական պարտականությունները համագործակցելով Քրիստոսի եկեղեցում, տվյալ պահին, մասնավորաբար վերնատուն եկեղեցու մյուս առաջնորդների հետ միասին եկեղեցու շինության համար։ Եթե համաձայն եք, կարող եք միաձայն այո ասել։ Փառք Հիսուսի։ Այլ պատասխան ունենք այոից բացի։ Ամեն։ Այո, ամեն։ Սուրբ գրայինը։ Սիրելի քույրեր, ձեզ համար մեկ հարց ունեմ, ընդամենը մեկը։ Սիրելի քույր, համոզված ես, որ կանչված ես ամուսնուդ հետ միասին կյանքդ անցկացնել Քրիստոսին եւ նրա ժողովրդին ծառայելով։ Փառք Տիրոջը։ Երկուսիդ է ուղղված այս հարցը։ Դուք երկուսդ պատրաստ եք ամեն զոհաբերության, որ կարժենա այս կոչումը կատարելու համար։ Համարձակ եք։ Խնդրում եմ ոտքի կանգնենք սիրելիներ։ Այս հարցը ձեզ է ուղղված, որից հետո մեր երկու հովիվները Էզիկ եղբայր եւ Ղուկաս եղբայր Աստվածաշնչից խոսքը կարդան եւ որից հետո մենք կաղոթենք մեր սիրելիների համար։ Ձեզ համար էլ հարց ունեմ։ Չնեղվեք։ Հարցը հիմա ձեզ է ուղղված։ Որպես Երևանի Վերնատուն ավետարանական եկեղեցու ավագ հովիվ, այս եկեղեցու անունից հարց եմ ուղղում ձեզ. ընդունում եք այս մարդկանց ձեր մեջ որպես սարկավակներ։ Շատ լավ, երկրորդ հարցը եւ վերջինը։ Պատրաստ եք օրհնելու, օգնելու, քաջալերելու եւ սովորելու նրանցից։
Եվ թող Աստծո շնորհքը առատ լինի ձեր կյանքերում, իրագործելու այն, ինչի համար դուք կանչված եք, որ իրականանա։ Խնդրեմ եղբայրներ ջան։ Սուրբ գրքից երկու համարներ լսենք։ Հովհաննես ավետարան 20-րդ գլուխ 21-ից 23 խոսքերը։ Հիսուսը դարձյալ ասեց նրանց. «Խաղաղություն ձեզ։ Ինչպես իմ հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։ Եվ սա ասելով փչեց նրանց վրա եւ ասեց. «Առեք Սուրբ Հոգին, որոնց մեղքը որ թողեք, թողված կլինի նրանց, որոնցը որ պահեք, պահված կլինի»։ Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 36 եւ 38 համարները։ Եվ նա ժողովուրդներին տեսնելով գտած նրանց վրա, որ հոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեին։ Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Արդ աղաչացեք հնձի տիրոջը, որ մշակներ հանի իր հունձի մեջ։ Մենք աղոթել ենք եւ Աստված մշակները հանել եկեղեցում սարկավակության, պաշտոնի եւ գործի համար փառք Աստծո։ Ինչպես անենք, որ ավելի հարմար լինի։ Մի փոքր կարծում եմ առաջ գաք։ Ծերներ, մենք յուրաքանչյուրի համար օրհնության բաժին ունենք, այնպես որ ընդհանուր չենք աղոթի, ամեն մի եղբոր համար մենք առանձին կաղոթենք, ամեն մի քույրիկի համար, այսինքն երկուսին միասին կաղոթենք, բայց մենք ձեռնադրում ենք եղբայրներին, բայց օրհնում ենք երկուսին։ Դե որտեղ որ ամուսինը, այնտեղ նաև կինը, որտեղ իրենք կիսում են այն բեռը, ծանրությունը եւ նաև օրհնությունը։ Փառք Հիսուսին։ Ովքեր որ կարող են, խնդրում եմ, որ ծնկեն, ովքեր որ հնարավորություն ունեն, ֆիզիկական կարողություն եթե ունեք։ Եթե ոչ, ոտքի կանգնեք։ Խնդրում եմ, որ դժվարություն շատ չառաջանա ձեզ համար։ Սիրելիներ, ունեք օրհնություն իրենց տալու։ Դե եկեք միասին ջերմեռանդ աղոթքի մեջ լինենք։ Փառք քեզ Տեր, փառք քեզ Տեր, փառք քեզ Տեր։ Հզոր ամենակարող Աստված, փառաբանում ենք քեզ։ Դու ես Տերը Կարենի, դու ես Տերը Գայանեի, դու ես Տերը Տեր նրանց ընտանիքի։ Օրհնում ենք նրանց քո զորավոր անունով, Տեր, եւ օրհնում ենք նրանց գործունեությունն ու ծառայությունը, Հայր։ Տեր Աստված, խնդրում ենք առաջնորդիր իրենց, առաջնորդիր քո փառավոր կամքովդ, առաջնորդիր քո սրբությունովդ, առաջնորդիր քո խոսքովդ եւ օրհնի իրենց կյանքը, Տեր։ Շնորհակալ ենք քո ծառայի համար, Տեր, եւ մենք բոլորս միասին ձեռք դնելով հաստատում ենք նրանց սարկավակ լինելուն եւ Տեր այս կոչման մեջ եւ թող նրանք պատղաբել լինեն Հիսուսի փառավոր անունով։ Ալելույա։ Ամեն։ Ամենակարող Աստված, փառք ենք քեզ տալիս։ Մեծարում ենք քեզ, Տեր, եւ գոհանում ենք քեզանից քո հայք ծառայի համար։ Տեր, շնորհակալ ենք, որ դու կանչել ես նրան եւ կանչել ես Տեր Հրաչուհի քույրիկիս, որ միասնական քեզ ծառայեն, Տեր։ Շնորհակալ եմ, որ դու անցկացրեցիր նրանց, Տեր, Մավան շուքի ծորի միջով, բայց դու նրանց հետ եղար, Տեր, պահեցիր եւ պաշտպանեցիր, օրհնեցիր ու զորացրեցիր, եւ դու այսօր նրանց բարձրացնում ես որպես քո ծառաներ, քո սպասավորներ, քո տերոցյալներ, օրհնիր Աստվածին բարի, զորացրու նրանց Աստվածին բարի եւ առաջնորդիր նրանց իրենց կյանքի բոլոր ընթացքում, որ իրենք քեզ փառավորեն իրենց կոչումով, իրենց ծառայությամբ, իրենց քարոզչությամբ։ Եվ շատերի համար, Տեր, օրինակ լինեն, շատերի համար օրինակ լինեն, Տեր, քեզ փառավորելու, քեզ պաշտելու եւ քեզ ծառայելու համար, Տեր։ Հաստատում ենք այն կոչումը, Տեր, որ նրանք արդեն իսկ ունեն քո կողմանե, որպես սարկավակ քո եկեղեցու մեջ այդ եղբայրս, Տեր, եւ Հրաչուհի քույրիկս իր օգնականը, Հիսուսի փառավոր անունով մենք հաստատում ենք, Տեր, եւ օրհնում ենք իրենց այս ծառայության մեջ եւ խնդրում ենք քեզ, Տեր, զորավիկ եղիր եւ պատղաբեր արա իրենց ծառայությունը հարյուրապատիկ Հիսուսի փառավոր անունով։ Ամեն։
Փառքես Տեր, Ամենակարող Աստված փառք եմ քեզ տալիս։ Փառաբանում եմ քեզ քո վարդան ծառայի համար եւ նրա օգնական Սոնա քույրիկիս համար։ Զորության Աստված, դեռ նա չծնված դու տեսար նրան, Տեր։ Դեռ նա չծնված Տեր դու տեսար նրան եւ կանչեցի նրան քեզ ծառայելու համար։ Փառք ես Տեր, բոլոր շնորհների, տաղանների համար, նրա ձայնի համար, Տեր, շնորհակալ եմ Տեր, նրա փառաբանության սրտի համար, շնորհակալ եմ Հայր, նրա ավետարանչական Տեր կոչման համար, շնորհակալ եմ Հայր։ Հիսուս, զորության Աստված, լեցրու նրանց ավելի Տեր, եւ նրանց միջոցով գործիր Տեր, ավելի ու ավելի գործիր նրանց մեջ Տեր եւ նրանց միջոցով օրհնիր իրենց Աստված, առաջնորդիր Տեր որպես ավետարանիչներ, թող նրանք քո խոսքը հասցնեն մինչև աշխարհի ծայրերը Տեր, եւ ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանից դուրս էլ Տեր, իրենց երկով, երաժշտությամբ, տաղաններով ու շնորհներով, խոսքիդ քարոզությամբ թող վկայեն, քարոզեն եւ պատմեն քո մասին Հայր։ Հաստատում եմ Տեր, եղբորս այս եկեղեցում որպես սարկավակ Տեր եւ քույրիկիս որպես իր օգնականը Տեր, խնդրելով օրհնես իրենց Տեր եւ պատղաբեր անես հարուրապատիկ Հիսուսի փառավորանունով ամեն։ ամեն, ամեն Տեր, Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հալելույա Տեր, փառքես Տեր, Շնորհակալ եմ Հայր։ 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 Փառաբանում եմ քեզ քո Պետրոս ծառայի համար Տեր։ Փառաբանում եմ քեզ Տեր իր օգնական մեր քույրիկի Սիրանուշի համար Տեր։ Փառք ես Տեր։ Փառք ես Տեր։ Փառք ես Տեր։ Շնորհակալ եմ Հայր։ Այն հովական սրտի համար, որ եղբայրս ունի Տեր։ Փառք ես Տեր, կոչման համար, որ նա ունի Տեր։ Փառք ես Տեր, այն սրտի համար, որ նա ունի Տեր, կորածների համար։ Օրհնված լինեն իրենք, օրհնված լինի իրենց ընտանիքը, օրհնված լինի իրենց ծառայությունը։ Տեր իմ Աստվածս, զորացրու իրենց, որպես իրենք կատարեն այն պաշտոնը, որ դու կանչել ես իրենց կատարելու։ Պահի իրենց հաստատուն Հայր, խնդրում եմ։ Պահի իրենց հաստատուն Տեր ամեն իրավիճակների մեջ, որ երբեք ետ չնայեն, այլ միշտ առաջ նայեն Տեր եւ քեզ փառավորեն։ Լեցրու Սուրբ Հոգի իրենց եւ քո լեցունությունը Տեր թող խոսի նրանց միջից Տեր իմ Աստված օրհնիր իրենց Հայր հաստատում ենք Պետրոս եղբայրիս եղբորս որպես սարկավակ այս եկեղեցում Տեր եւ փառաբանում ենք քեզ այն բոլոր շնորհների եւ տաղանների համար որ իրենք ունեն Տեր եւ խնդրում ենք քեզ որ պատղաբեր անես իրենց հարուրապատիկ Հիսուսի փառավորանունով ամեն Հզոր Աստված փառք քեզ Դու ես Աստվածը այս ընտանիքի եւ դու ես նրանց Տերը Շնորհակալ եմ Տեր քո ավետ ծառայի համար եւ նրա օգնական անի քույրիկիս համար Շնորհակալ եմ Հայր Շնորհակալ եմ Հայր Շնորհակալ եմ Հայր որ նա հավատարիմ է քեզ ամեն ժամանակ որ անգամ դժվարագույն իրավիճակներում նա չծռվեց, այլ ուղիղ մնաց քո առջև եւ քո խոսքիդ մեջ Տեր, որ նա Տեր կրեց ամեն անարգանքը, բայց նա հավատարմությամբ քեզ նայեց եւ քո խոսքի մեջ մնաց։ Շնորհակալ եմ Տեր, որ որտեղ էլ նա եղավ, նա քո հավատարիմ ծառան մնաց Տեր, ծառայելով քեզ եւ քո ժողովրդին։ Շնորհակալ եմ Տեր անի քույրիկիս բարեխոսական աղոթքների համար եւ Տեր իր պատրաստակամության համար օգնելու ավետին եւ միասնական քեզ ծառայելու Հայր փառք ես։ Շնորհակալ եմ Հայր։ Թող օրհնված լինի իրենց կյանքը։ Լեցրու իրենց Սուրբ Հոգի խնդրում եմ։ Քո պտուղներով եւ պարգևներով լեցրու իրենց Հայր եւ գործածի իրենց Տեր փառավոր կերպով։ Տեր իմ Աստված, զորացրու իրենց խոսքը եւ դու փառավորվի իրենց կյանքի միջոցով։ Տեր, հաստատում եմ եղբորս այս եկեղեցու մեջ որպես սարկավակ Տեր եւ փառք եմ քեզ տալիս նրա կոչման համար եւ խնդրում եմ Հայր օրհնիր իրենց որ պատղաբեր լինեն քո այգու մեջ հարուրապատիկ Հիսուսի անունով ամեն ամեն Տեր, ամեն Տեր Սիրելի եկեղեցի ձեզ եմ ներկայացնում այս 5 օրհնյալ քաջ սարկավակներին իրենց կանանց հետ միասին։ Դուք օծված եք, դուք ձեռնադրված եք, դուք օրհնված եք։ Տիրոջ եկեղեցու մեջ
ծառայելու իրեն խոսքի ծառայության մեջ, ծառայելու իրեն ավետարանչական գործունեության մեջ, ծառայելու իրեն հովիվներին օգնելու, զորավիք լինելու եւ քարոզելու ավետարանը եւ նաեւ պատվելու Աստծուն իր տան մեջ։ Շնորհավորում ենք ձեզ Հիսուսի անունով։ Ամեն։ Եվ բոլորիս ենք շնորհավորում։ Ժամանակը շատ արագ է անցնում։ Այս պահին իրենց խնդրելու ենք, որ իրենք իջնեն ներքև, հետո բարձրանալու եք էլի բեմ։ Հովիվներին ձեռնադրելուց հետո նորից բեմ եք բարձրանալու, դրա համար այս պահին խնդրում եմ, որ այս պահին շատ լավ կլիներ մեկ երգ ունենայինք, բայց ժամանակը կարճ է, սիրելիներ, այդ իսկ պատճառով հիմա ես ուզում, թե վերջում, խնդրեմ։ Տերը օրհնի։ Վերջապես։ Ես երեկվային սպասում եմ, երբ պետք է մեր զորավոր քարոզները վերջանան, որ հերթել հաստի մեզ։ Դե գիտեք, հումորը հումոր, լուրջը լուրջ, իրականում փառք Աստծուն։ Ու գիտեք, այս տեսիլքա, որ Տերը ցույց է տվել։ Ու ուղղակի շատ թարմ վկայությամբ կուզեմ կիսվել, մտածում եմ ու Տիրոջ ասում եմ, Տեր, եթե ուզում ես, որ ասեմ, Սուրբ Հոգի, ես կասեմ, պատրաստ եմ։ Ու վստահ եմ, որ Տերը ուզում է։ Ու երեք այս աղոթքի ժամանակ վերջում Տերը մի տեսիլք ցույց տվեց։ Այո, միգուցե տեսիլքը լինում է անատական, որպես անատին ուղված, բայց որոշեցի այս տեսիլքով կիսվել։ Միգուցե այս տեսիլքը շատերիս ինչ-որ մի բան կասի։ Տերը ցույց տվեց մի այգի ու ասեց մշակ որպես, որ ոնց պետք է ծառը տնկես, այդ անգամ այդ փոսը, տնկելը, անգամ այդ ջուրը, որ պետք է լցվի այդ փոքր փոսիկը, ու ոնց պետք է խնամես ծառին, անգամ այն ժամանակ, երբ որ ցրտահարման ռիսկերը շատանում են, որ դու պետք է կրակներ վառես, որպեսզի այդ ծուխը չթողի ցրտահարման այդ ծառին, Տերը առաջադրանք տվեց, ու ոչ թե միայն ինձ։ Յուրաքանչյուր իր ծառայի համար այդ առաջադրանքը։ Ու այո, թող Սուրբ Հոգին մեզ ավելի զորացնի, եւ սա էլ պատճառը, որ դուք էլ մեր համար աղոթեք, որ մենք Տիրոջ տան մեջ իրական խոնար, հավատարիմ, հաստատ, պտղաբեր մշակներ լինենք։ Ու ձեր աղոթքները վստահաբար շատ կարևոր են։ Ու թող Տերը օրհնի մեր եկեղեցին, զորացնի եւ այո, միաբան պահի, որ Տերը գալուց պատրաստ տեսնի իր եկեղեցին, որ նաեւ մենք ենք։ Տերը օրհնի, օրհնված ենք բոլորովը։ Տերը շատ օրհնի։ Տերը շատ օրհնի Հայկ աղբեջան հովիվներին եւ կանանց խնդրում եմ բեմ բարձրանան այս պահին։ Հովիվների հովվական տեխնացուներին, բայց այս Աստծո մարդիկ, տղամարդիկ եւ կանայք տարիներ շարունակ ծառայել են Աստծուն եւ ծառայել են Աստծո եկեղեցու։ Տարիներ շարունակ նրանք ծառայել են Տիրոջը տարբեր ծառայությունների եւ գործերի մեջ եւ ծառայել են հովվական գործունեության մեջ։ Եվ երեքն էլ սիրելներ, տարիներ շարունակ իրենք ձեռնադրված չեն, բայց իրենք հովվական ծառայության մեջ են։ Տարածքային որպես հովիվներ, երիտասարդական, գյուղերում, հանձինս մեր Լևոն եղբորը, Հերմինե քույրիկին, եւ տարբեր վայրերում իրենք եղել են որպես հովիվներ, եւ մենք եկեղեցում այդպես իրենց ընդունել ենք որպես հովիվներ եւ ժողովուրդն էլ, անգամ երբ որ հիմա իրենք պետք է ձեռնադրվեն, անգամ ոմանք անակնկալի կգան։ Ոնց թե դեռ ձեռնադրված չեք։ Սա ապացույց է նաեւ այն բանի, սիրելիներ, որ առաջնայինը եւ կարևորագույնը Աստծո կոչումը եւ օծությունն է։ Որտեւ եթե դա չեղա, որքան էլ մենք ձեռքեր դնենք եւ աղոթենք, կամ մեզ վրա որքան էլ ձեռքեր դնեն եւ աղոթեն, մեկը բան դուրս չեր գա։
Բայց երբ որ Աստված է հաստատում եւ Աստված է օրհնում, ուրեմն եկեղեցին պետք է այն հաստատի։ Իրենք տարիներ շարունակ ծառայել են Աստծուն, ինչպես ես ասացի, սիրելիներ, եւ այսօր պահն է, որ նաեւ պետք է ձեռնադրվեն իրենք։ Եկեղեցում կան նաեւ այլ մարդիկ էլ, որոնք հավատարիմ են, թե սարկավակության գործի մեջ, թե նաեւ հովվական գործի մեջ, սիրելիներ։ Եկեղեցին մեծանում է եւ եկեղեցին գնալով ընդարձակվում է եւ ծառայությունները շատանում են։ Ոչ մեկ առավել չէ եւ ոչ մեկ պակաս չէ, բայց այսօր այս պահը իրենց համար է, մեր եղբայրների սարկավակ եւ նաեւ հովիների իրենց համար է այս պահին։ Մենք ապագայում Աստծո կամքով իհարկե կունենանք նաեւ այլ ձեռնադրություններ Տիրոջ կամքով եւ օրհնությամբ, բայց այսօր իրենց պահն է։ Նրանք ովքեր որ նախանձավոր կլինեն, նրանք ովքեր որ փափագում են, նրանք ովքեր որ ունեն ցանկություն, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, եպիսկոպոսության, հովության, սարկավակության կոչմանը շարունակիր փափագել եւ պատրաստվել։ Բայց ինչպես այս մարդիկ չսպասելով ձեռնադրությանը, բայց իրենք շարունակաբար ծառայել են Տիրոջը, նույն կերպով դու էլ շարունակիր ծառայել Տիրոջը։ Ես եղել եմ հովվական ծառայության մեջ 2001 թվականի դեկտեմբերից սկսված, դեռևս Ուկրաինայում, հայկական համայնքում, վերադարձա Հայաստան, ես խմբի պատասխանատու որպես սկսեցի ծառայել, այնուհետև Երևանի մասիվ տարածքի որպես հովիվ։ Բայց 2001-ից մինչև 12 թվականը ես չեմ ձեռնադրվել որպես հովիվ։ Բայց ես եղել եմ հովվական ծառայության մեջ այդ բոլոր տարիների ընթացքում։ Այնպես որ երբ որ մենք հավատարմությամբ, բայց ոչ թե նրա համար, որ ինձ չեն ձեռնադրում, առաջինը ես էի խուսափում եւ հրաժարվում։ Երբ որ դու կոչվում ունես, սիրելիս, հավատարմությամբ ծառայիր Տիրոջը մինչև վերջ եւ Աստված կօրհնի քեզ ել ավելի։ Դրա մեջ այդ օրհնության մեջ նաև մտնում է ձեռնադրությունը, բայց Աստված ավելին ունի։ Տեր օրհնի բոլորիս, այս ինչ որ ասեցի քիչ առաջ, ես պետք է ասեի ավելի շուտ սարկավակներին ձեռնադրելուց առաջ, որտեվ շատ ծառայակից եղբայրներ կան եկեղեցում, որոնք նորից մենք տեսնում ենք, որ իրենք համապատասխանում են սարկավակուի կոչմանը։ Բայց այս պահին այս եղբայրները իրենք անհրաժեշտություն են եւ նաեւ այն պահ հասունացել է, որ իրենք պետք է ձեռնադրվեն։ Անհրաժեշտությունը, որտեղ ծառայությունները ավելի շատ են այս պահին եւ կարիքը կա, որ մարդիկ ձեռնադրվեն։ Եվ փառք Տիրոջը, որ այդքան ծառայություն կա եւ մենք պատրաստ ենք ձեռնադրելու նոր մարդկանց։ Փառք Աստծո։ Սիրելիներ, պատրաստ եք։ Ես այստեղ կանգնեմ, որ ոչ մեկից չփակեմ։ Ուզում եմ հարց ուղղել ձեզ, ինչպես որ հարց ուղղեցինք մեր արդեն սարկավակ եղբայրներին։ Նույն կերպով ամբողջությամբ կկարդամ հարցերը, որից հետո եղբայրներս կարող են այո ասել կամ այլ պատասխան։ Սիրելի եղբայրներ, ովքեր որ այսօր պետք է ձեռնադրվեք, երեցներ, որպես հովիվներ։ Համոզված ես, որ Տերը քեզ առանձնացրել է, որ հետագա քո կյանքը ընծայես Քրիստոսի եւ իր եկեղեցուն ծառայելու համար, եւ դու կանչված ես այս կոչումը ստանձնելու համար։ Ընդունում ես, որ այս կոչումը Տերը տվել է քեզ, որ այն հավատարմորեն գործածելով պիտի փառավորես իրեն եւ պատվես իր եկեղեցին։ Դու հավատարիմ կլինես Սուրբ Գիրքը ջանասիրաբար կարդալու, աղոթքի կյանք ունենալու եւ անմնացորդ հետևելու Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Դու խոնարեցնես քո կամքը Աստծո կամքի առջև ծառայության եւ պաշտոնի գործի մեջ։ Խոստանում ես սիրով վարվել մարդկանց հետ եւ հոգ տանել եւ ծառայել հատկապես նրանց, ում համար կանչված ես ծառայելու։ Ինչու եմ այս հատվածը այսպես գրել, որտեղ մենք կանչված ենք շատերի ծառայելու, բայց մասնավորաբար այն մարդկանց, ում համար որ մենք կանչված ենք, բայց որպես հովիվներ միգուցե ծառայենք այլ մարդկանց, որ մեր հոտը չեն իրենք, մեր եկեղեցու անդամը չեն, բայց մենք նրանց էլ կծառայենք, բայց մասնավորաբար այն հոտին, ում համար դուք կանչված եք եւ օծված եք որպես հովիվ։ Հաշվի առնելով մարդկանց նաև տարբերությունը կամ տարբեր լինելը։ Կանես քո լավագույնը համաձայն Աստվածաշնչի, որ օրինակելի կյանք ունենաս։ Եվ վերջին հարցը։ Դու կկատարես քո ծառայողական պարտականությունները համագործակցելով Քրիստոսի եկեղեցու եւ մասնավորապես վերնատուն
եկեղեցու մյուս առաջնորդների հետ միասին եկեղեցու շինության համար։ Այո, հա։ Այո։ 100%, այո։ Գրված է, որ Տիրոջ ծառաները պետք է խոնարհ լինեն։ Փառք Հիսուսին։ Սիրելի Եղբայրներ, թողեք շարունակեմ։ Լավ, ասեմ ինչի համար ենք ուրախանում։ Ղուկաս աղբերս Կարեն աղբերն էլ միանգամից պաշտպանեց։ Շինարարության մասին հարց գրենք հարցերի մեջ։ Գրված էր շինության համար, եկեղեցու շինության համար։ Բա դա էլ է մեջը մտնում։ Ես գիտեք ինչի վրա եմ զարմացել, ներողություն եմ խնդրում։ Ես զարմացել եմ, որ Կարեն աղբեր ես 2 օրը այսքան նստել է։ Այդ դրա վրա ես շատ զարմացել եմ։ Հեշտ չի, բայց փառք Աստծո։ Հարց ուղված ձեզ, սիրելի Հերմինե քույր, Արինե քույր, Հասմիկ քույր։ Համոզված ես, որ կանչված ես ամուսնուդ հետ միասին կյանքդ անցկացնել Քրիստոսին եւ նրա ժողովրդին ծառայելով։ Տեր օրհնի ձեզ։ Հարց ուղված երկուսիդ։ Դուք երկուսդ պատրաստ եք ամեն զոհաբերության, որ կարժանանա այս կոչումը կատարելու համար։ Ամեն։ Սիրելիներ, խնդրում եմ ոտքի կանգնենք։ Հարց եմ ուղում ձեզ եւ ակնկալում եմ պատասխան ձեզանից։ Երևանի Վերնատուն ավետարանական եկեղեցու անունից, որպես այս եկեղեցու ավագ հովիվ, ընդունում եք, հարցնում եմ ձեզ, դիմում եմ ձեզ, ընդունում եք այս մարդկանց, կամ եկեք այսպես, ընդունում եք այս մարդուն ձեր մեջ որպես երեց։ Փառք Հիսուսին։ Երկրորդ հարցը։ Պատրաստ եք Լևոն եղբորը, Կարեն եղբորը, Արթուր եղբորը օրհնելու, օգնելու, քաջալերելու եւ նրանցից սովորելու համար։ Տեր օրհնի ձեզ։ Ձեր ամենը այոն եւ ծափահարությունը ընդունում ենք որպես դրական արձագանք եւ ունենում ենք իշխանություն իրենց օծելու եւ ձեռնադրելու։ Եվ թող Աստծո շնորհը առատ լինի ձեր կյանքում, որ լավագույնս իրագործվի այն կոչումը, որի համար դուք կանչված եք։ Եվ թող Աստված օրհնի ձեզ։ Խնդրեմ մեր Հայկ եղբորը եւ Կարեն եղբորը Աստվածաշնչից համարներ կարդան Հայկ եղբայրս եւ հետո Կարեն եղբայրը, որից հետո մենք կաղոթենք սիրներ։ Աղաչում եմ ձեզ ձեր մեջ եղած երեսներին որպես երեց, վկա Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի հայտնությանը։ Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է, վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարակամ, ըստ Աստծու, ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե նրան ստիրելով, որ բաժին է ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։ Եվ երբ Հովպապետը երևնա, փառքի անթառամ պսակը կստանաք։ Ամեն։ Երեմիա 3:15 Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համեմատ, եւ նրանք կհովվեն ձեզ գիտությունով եւ իմաստությունով։ Գործ 20:28 Արդ զգուշ կացեք ձեր անձերին եւ բոլոր հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց, որ կերակրեք Աստծո եկեղեցին, որ իր սեփական այրունով ստացավ։ Ամեն։ Ամեն, ամեն։ Խնդրեմ առաջ գաք, եթե ունեք հնարավորություն ծնկելու,
Համեցեք։ Այո, կարող եք դեմ դիմաց լինել, շատ ավելի լավ կլինի։ Ես էլ եթե իմ ասում կգամ եւ կաղոթեմ։ Եթե հարմար չի, կարող եք կանգնել, հա։ Շատ լավ։ Ես այս անգամ, այո։ Հա, շատ ωραία։ Ծելի եկեղեցի, հորդորում եմ, որ հավատքով աղոթեք իրենց համար, օրհնեք իրենց, որքան որ կորտնեք, վստահ եղեք, որ դրանից ավելի շատ եք վերցնելու։ Ամեն։ Եվ իրենք ունեն աստվածային օծությունը եւ իրենք փոխանցելու են դա ձեզ, բայց ավելի շատ ներդրեք իրենց կյանքերի մեջ եւ ավելի շատ կվերցնեք օրհնություն նրանց կողմանը։ Փառքեստեր։ Մենք փառաբանում ենք քեզ ամենակարող Աստված։ Մենք փառաբանում ենք քեզ քո Լևոն ծառայի համար եւ նրա օգնական Հերմինե Քույրիկիս համար, Տեր։ Որպես մեկ մարմին նրանք Տեր բերում ենք քո արժեվ։ Շնորհակալ եմ, Հայր։ Շնորհակալ եմ, Հայր։ Շնորհակալ եմ, Հայր, հովվական օծության համար, որ նա ունի։ Հովվական կանչվածության համար, որ դրանց տվել ես, Տեր, փառք ես։ Շնորհակալ եմ այն հավատարիմ Տեր ընթացքի համար, որ իրենք ունեցել են։ Այն տարիների համար, որ ծառայել են քեզ, Հայր, հզոր Աստված, օրհնի իրենց, Տեր, այսուհետև, որպես հովիվ, Տեր, իմ Լևոն եղբորս, օրհնի իր Աստվածին բարի, օրհնի իր Աստվածին բարի, մենք մեր ձեռքերը նրանց ենք տալիս, Տեր, մեր ձեռքերը, Տեր, մենք տալիս ենք մեր Լևոն եղբորը, որպես հաստատություն, որ նա քո տան մեջ եւ այս եկեղեցու մեջ, Տեր, երեց է, հովիվ է, Տեր, քո կոչման համեմատ։ Առաջնորդիր իրեն, Տեր, այն վայրերը, որտեղ որ դու, Տեր, ուզում ես, որ նա լինի, եւ օծիր նրան, Աստված խնդրում եմ, եւ օրհնիր նրան, եւ Հերմինե Քույրիկիս, Տեր, եւ Տեր օգնիր իրեն, որ ավելի ու ավելի քեզ մոտենան, Տեր, ավելի քեզ մոտենան, Տեր, եւ վերցնեն կյանք եւ օրհնություն իրենց համար, Տեր, եւ նաեւ ժողովրդի համար, որպես տեսուչներ եւ որպես հովիվներ, Տեր, թող նրանք ծառայեն քեզ եւ փառավորեն քեզ, Տեր, եւ թող իրենց կյանքը եւ ծառայությունը պտղաբեր լինի հարյուրապատիկ, Տեր, հաստատում ենք Լևոն եղբորս, Տեր, որպես հովիվ քո խոսքի համեմատ, ամեն։ Փառքեստեր, փառքեստեր, փառքեստեր։ Մենք փառավորում ենք քեզ, հզոր, փառավոր, մեծ Աստված, փառքեստեր։ Շնորհակալ ենք, Հայր, շնորհակալ ենք, Հայր, քո կարեն ծառայի համար եւ նրա օգնական Տեր, մեր Մարինե Քույրիկի համար։ Հայր, մենք շնորհակալ ենք, որ դու օրհնել ես, Տեր, նրանց եւ կյանք ես տվել նրանց, Տեր, եւ օծել ես նրանց քո այգու մեջ ծառայելու համար։ Հայր իմ Աստված, խնդրում ենք օրհնես իրենց կյանքը եւ ընտանիքը։ Օրհնիր Աստվածին բարի, օրհնիր Աստվածին բարի։ Իրենց Տեր Աստված ընթացքը հովական, ես խնդրում եմ, որ օրհնես, Տեր, առաջնորդես, օծես ամենակարող Աստված, թող իրենց գործունեությունը, իրենց խոսքը, Տեր, իրենց աղոթքը օծված լինի քո զորավոր անունով։ Խնդրում եմ, Տեր, նորանոր հայտնություններ տաս իրենց, Տեր, նորանոր կերպով գործածես իրենց, Տեր, հատկապես նաև ավետարանչական գործի մեջ, Տեր, հաստատես եւ օրհնես եւ նոր թարմություն բերելով, Տեր, նոր կերպով իրենց գործածես։ Հզոր Աստված, փառքի Տեր, ամենակարող Տեր, շնորհակալ ենք քեզ նրանց համար, Տեր, եւ խնդրում ենք, Տեր, հաստատես իրենց եւ մենք էլ, Տեր, քո կողմից տրված որպես հովիվներ, իշխանություն ունեցող, Տեր, հաստատում ենք այն կոչումը, որ ունի եղբայրս, որպես հովիվ քո տան մեջ, Տեր, եւ քո խոսքի համեմատ, Տեր, հաստատում ենք Կարեն եղբորը, որպես հովիվ, Տեր, քո տան մեջ եւ վերնատուն եկեղեցու մեջ, Տեր, օրհնես եւ պտղաբեր անես հարյուրապատիկ Հիսուսի փառավոր անունով եւ թող օրհնված լինեն իրենք Հիսուսի անունով։ Հալելույա քեզ, Տեր։ Դու Տեր ես եւ դու Աստված ես, եւ դու Արթուրի եւ Հասմիկի Տերը եւ Աստվածն ես։ Դու ես կանչել նրանց, Տեր, եւ դու ես օծել նրանց, Տեր։ Եվ դու ես, Տեր Աստված, այսօր հաստատում նրանց հովվական ծառայության մեջ։ Եվ մենք էլ, Տեր, միասնական մեր ձեռքը տալով օրհնում ենք նրանց եւ Տեր, փառաբանում ենք քեզ նրանց համար, որ նրանք ունեն օծություն, Տեր։
Շնորհակալ եմ Հայր, շնորհակալ եմ Հայր, անցած իրենց ուղու համար, իրենց անցած ճանապարհի համար, այն բոլոր օրհնությունների համար, որ իրենք եղել են Տեր, եկեղեցուդ համար եւ բազմաթիվ մարդկանց համար, Տեր։ Նրանք հավատարիմ քեզ ծառայել են մինչև այս պահը, Տեր, եւ Տեր հավատում ենք, որ նրանք հավատարմորեն կշարունակեն քեզ փառավորել եւ քեզ ծառայել, Տեր։ Օծիր ավելիով եղբորս Տեր եւ նրա օգնական հասմիկ քույրիկիս Տեր, օծիր նրանց խոսքը Տեր, օրհնի նրանց աղոթքը Տեր, օրհնի նրանց ճանապարհը Տեր եւ դու փառավորվի նրանց կյանքի մեջ եւ նրանց կյանքի միջոցով։ Մենք խնդրում ենք Հայր, օրհնես իրենց ել ավելի Աստված։ Հայր Աստված, քո տված իշխանությունով հաստատում եմ քո արթուր ծառային Տեր, որպես երեց, հովիվ Տեր, քո տանդ մեջ, վերնատուն եկեղեցու մեջ Տեր, եւ փառաբանում եմ քեզ Տեր Աստված նրանց համար, հասմիկ քույրիկիս եւ արթուր եղբորս համար, որոնք Տեր ծառայել եւ ծառայում են քեզ այսօր Տեր, եւ թող իրենց ծառայությունը Տեր, իրենց ծառայությունը թող պտուղներ բերի, հարյուրապատիկ Աստվածին բարի, եւ թող հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ եւ հատկապես երիտասարդներ եւ երեխաներ նրանց միջոցով քեզ ճանաչեն եւ քեզ հետևեն։ Օծիր իրենց Տեր աշակերտության գործի մեջ եւ առաջնորդիր իրենց Տեր Հիսուսի փառավոր անունով։ Հաստատում եմ արթուր եղբորս Տեր որպես հովիվ եւ դու փառավորվես նրանց կյանքի մեջ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, ամեն, ամեն։ Փառք Հիսուսին ձեզ համար։ Փառք Հիսուսին ձեզ համար։ Սիրելիներ, ուրախություն է ծառայել Աստծուն։ Ովքեր որ չեն ծառայում Աստծուն, փափագեք, որ ծառայեք Տիրոջը, որ պատմեք մարդկանց Հիսուսի մասին։ Սիրելիներ, ձեզ եմ ներկայացնում այս Աստծո հզոր մարդկանց, Աստծո հզոր տղամարդկանց եւ Աստծո հզոր կանանց։ Ձեզ եմ ներկայացնում Երևանի Վերնատուն ավետարանական եկեղեցու նոր ձեռնադրված հովիվներին՝ Լևոն եղբորը, Կարեն եղբորը եւ Արթուր եղբորը, իրենց կանանց հետ միասին։ Կարող ենք օրհնել, շնորհավորել։ Խնդրում եմ բեմ բարձրանան մեր մի պասպասենք, բեմ բարձրանան մեր քույր եղբայրները, ովքեր ձեռնադրվեցին, սարկավակներ։ Մենք ձեզ համար նաև փոքրիկ նվերներ ունենք։ Թվոց 6-րդ գլուխ 24-ից 26 խոսքերը։ Այս համարը ուղղված է ձեզ այսօր։ Այսպես մենք ձեզ ենք օրհնում այսօր, բայց այս խոսքերը թող դառնան ձեր խոսքերը, որպեսզի դուք այս խոսքերով օրհնեք Աստծո ժողովրդին։ Եհովան օրհնի քեզ եւ պահի քեզ։ Եհովան պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Եհովան բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ։ Ամեն։ Սիրելիներ, մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Եվ մեր եկեղեցու էջերի մեջ այսօրվա օրը եւ առասարակ այս ընթացքի այս երկու օրվա կոնֆերանսը շատ հաստատուն տառերով են գրվելու, որտեւ այսօրվանից վստահ ենք, որ ավելի մի նոր ընթացք է մեզ սպասվում։ Եվ անկեղծ եմ ասում,
խորապես եմ ես հիմա հասկանում կիսելով նաև պատասխանատվությունը։ Այնքան մեծ շնորհ է մեզ տրված մեր եկեղեցուն։ Այնքան մեծ պատիվ եւ օրհնություն է տված Աստծուց մեզ։ Անկամ միայն այսօրվա ձեռնադրությունները մենք տեսնենք 8 հոգիները, 3 հովներ եւ 5 սարկավակներ։ Անկամ միայն սա, եթե մենք վերցնենք, այնքան մեծ օրհնություն է սա։ Բայց մենք այսքանը չենք, նաև դալիճում կան այլ հովիվ եւ այլ սարկավակներ են ներկա, Տերորդն ես խնդրեմ իրենց էլ ոտքի կանգնեն, պետք չի իրենց նկարահանել, թող էստեղ լինի, բայց խնդրեմ իրենց էլ ոտքի կանգնեն, որ տեսնենք։ Տերորդնի մեր Շահեն եղբորը, Տերորդնի Ռուբիկ եղբորը, ով նաև սարկավակության ծառայություն է կատարում, Վանիկ եղբորը Ջաբախքում, Մամիկոն եղբորը, Արմեն եղբորը, Տերորդնի, ովքեր կան դալիճում, թե Արտակ եղբայրը այստեղ է։ Արտակ աղբերս Տերորդնի իրեն վերջում է, ասեցի Ռուբիկ եղբորը, սարկավակության ծառայության մեջ։ Մենք սիրելիներ ձեր եւ Աստծո ծառաներն ենք։ Տերորդնի, համեցեք նստեք, դուք չէ։ Փոքրիկ նվերներ ունենք ձեզ պատրաստած, գիտեք հա, որ նվերում ենք հանձնելու, ուրեմն եկեք։ Մենք օրհնում ենք ձեզ, սիրելիներ, մենք օրհնում ենք ձեզ, սիրելիներ, Աստծո կամքը ձեզ վրա, սիրելիներ, թող կատարվի, Աստծո կամքը ձեզ վրա, սիրելիներ, թող կատարվի, ամեն, ամեն, մեր սարկավակ եղբայրներին այսպիսի նվեր ենք հանձնում, օծման յուղ։ Մենք մեր եկեղեցում այսպիսի որոշում ունենք, մի սպասենք Էդիկ աղբեր ջան, այսպիսի որոշում ունենք եւ Սուրբ գրային ասա, որ այն մարդը, որ ձեռնադրված է, նա կարող է օծման յուղով օծել հիվանդներին եւ աղոթք անել նրանց համար եւ առասարակ մարդկանց, ովքեր որ կարիք ունեն աղոթքի եւ զորացման, եւ նաեւ այն մարդիկ կարող են օծել յուղով եւ աղոթք անել, ում որ եկեղեցու սպասավորները, հովիվները օրհնել են այդ ծառայության մեջ։ Այնպես որ դուք ունեք այս իրավունքը եւ իշխանությունը, սիրելի սարկավակներ, օծելու մարդկանց, աղոթելու իրենց համար, մկրտելու մարդկանց ջրով, հաղորդություն տալու եւ կարիքից ելնելով նաեւ խոստովանություն ընդունելու, եթե այդ պահին հովիվներից ներկա չեն, բայց դուք կարող եք նաեւ այդ հովվական ծառայությունը կատարելու։ Եվ իհարկե նաեւ հավելյալ այլ ծառայություններ, որոնք հարմար է ըստ Սուրբ գրքի միայն հովիվներին, բայց եթե հովիվները օրհնել են եւ համաձայնացրել են դա եւ խորհուրդ հանձնարել է ձեզ, նաեւ կարող եք այդ ծառայությունները կատարել։ Այնպես որ Տեր օրհնի ձեզ, մենք նաեւ նվիրում ենք ձեզ այս օծման յուղը եւ այսպիսի մի գիրք եմ ձեզ նվիրում բոլոր ձեռնադրվածներին, սա ընդունեք անձնական նվեր իմ կողմից, կարդացեք Սուրբ գիրք շատ, եթե մի փոքր ժամանակ կունենաք բոլոր ծառայություններից դուրս, նաեւ կարդացեք այս գիրքը։ Ինձ համար սա լավ հեղինակ է եւ ես օրհնվել եմ շատ այս գիրքը կարդալով։ Եվ սկսեք պլանավորել 2014 թվականը։ 24, հա, 14 չէ, 24, այ մարդ։ Ես ինչ սխալ բաներ ենք ասում։ Տեր օրհնի, կարող ենք նվիրել մեր սարկավակներին։ Խնդրեմ, կարելի է։ Ես Տեր օրհնի։ Շնորհավորում եմ սրտանց։ Մինչև որ նվերները հանձնում են, ձեռքով շնորհավորեմ, քույրերին էլ, այ մարդ, քույրերին չենք շնորհավորում։ Տեր օրհնի։ Գայան քույրս, Տեր օրհնի։ Ավետ ջան, քեզ շնորհավորում եմ, Տեր օրհնի, Անիկուր ջան, քեզ շնորհավորեցի։ Այ կախվես, Տեր օրհնի։ Շնորհավորում եմ սրտից։ Սա առանձնացրել եք արդեն։ Եկեք հովիվների նվերներն էլ հանձնենք, վերջում նոր վկայականները կտան։ Եթե կարելի է մեկ, սա խնդրում եմ պահիր, մեկ նվեր։ Հովիվներին նվիրում եմ այսպիսի, եկեղեցու կողմից նվիրում ենք այսպիսի վերնաշապիկ, կամ լավ այսպիսի վերնաշապիկ։
Եթե ցանկություն կունենաք, կարող եք կրել։ Իմ ժամանակ էլ չկար, Էդիկ ախպեր ջան։ Նույն գիրքը Ջոն Մաքսվելի 21 կանոնները, Օծման յուղը 24 թվականի այս նոթատետրը, ինչ որ բան եմ ես ման գալի, որ լդեր չեմ գտնում։ Չէ, մեկ ուրիշ մի բան էլ կար։ Չի եղել։ Մեկ նվեր էլ կա ձեզ համար, բայց դեռ տեղ չի հասել։ Չկա, ոչ մի տեղ։ Շատ լավ, անուններն եմ միայն։ Ուրեմն ճիշտ է։ Ձեզ նաև Էդիկ ախպեր չասեց ձեր ժամանակ այսպիսի բան չկար։ Ձեզ նաև հանձնելու ենք այսպիսի կրծքանշաններ հովիվներին, սարկավակներին, կներեք, ձգտեք հովվության, որ այսպիսի կրծքանշաններ ենք հանձնելու եւ ոչ միայն ձեզ, այլ եկեղեցու բոլոր հովիվներին։ Խնդրեմ, կարող ենք նվերները փոխանցել։ Կարեն եղբայր, եթե ռազմերը չբռնեց, հետ կարող ես վերադարձնել։ Ես իմ աշկաչափով ընտրել եմ հատուկ խորհրդանշանական չի, բայց Վատիկանից է բերված սրանք։ Ուղղակի այնտեղ էի հայտնվել, տեսա սարոշկաները ու գնեցի։ Ինձի 3 հատ եմ գնել, ձեզի 1 հատ։ Հուսով եմ չափսերը խնդիր չի լինի։ Շահեն ախպեր ջան, քոնը 42-ա, ուրիշ ռազմերով է, չգիտեմ այդ ոնց է, բայց կան։ Նաև, այո, կարող ենք հիմա, նաև մեր մյուս հովիվներին էլ այս նույն վերնաշապիկներից նվիրում ենք Տեր օրհնի բոլորին, Էդիկ եղբայր ջան։ Այնպես որ ձեր ժամանակները չկար, բայց նոր ժամանակներում եւ նաև եկեղեցու կողմից Սա սիրելիներ, այս վերնաշապիկը ոչինչ չի նշանակում մեզ համար, որտեղ մենք պարզապես ընդունված լինելով աշխարհում այսպիսի կարգեր եւ այլն, մենք կարող ենք կրել, կարող ենք չկրել։ Սա զուտ ժողովուրդը ընդունում է, որ քահանան իրավունք ունի այսպիսի վերնաշապիկ կրելու եւ մենք Աստծո սպասավորներն ենք, Աստծո ծառաներն ենք, այնպես որ ունենք այդ իրավունքը։ Այսպիսի վկայականներ ենք փոխանցում, հանձնում մեր բոլոր ձեռնադրված եղբայրներին։ Հովական վկայական Արթուր Աղեկյանին ի հաստատում այն բանի, որ նա 28 10-րդ ամիս 2023 թվականին Երևանի Վերնատուն ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Արտավազ Թադևոսյանի եւ եկեղեցու հովիվների աղոթքով ու օրհնությամբ ձեռնադրվել է որպես հովիվ։ Եվ այդպես բոլոր մեր հովիվներին, Կարեն Հովանեսյանին եւ Լևոն Մարգարյանին հանձնում ենք, խնդրեմ եղբայրներից հանձնել։ Եվ նույնը նաև մեր սարկավակ եղբայրներին, սարկավակության վկայական տրվում է Հայկ Սահակյանին ի հաստատումը այն բանի, որ նա 28 10-րդ ամիս 2023 թվականին Երևանի Վերնատուն ավետարանական եկեղեցու ավագ հովի Արտավազ Թադևոսյանի եւ եկեղեցու հովիվների աղոթքով ու օրհնությամբ ձեռնադրվել է որպես սարկավակ։ Շնորհավորում եմ նաև հովիվներին, անձնապես։ Սիրելիներ, ձեռնադրության այս կարևոր հատվածը ավարտվեց։ Ես հիմա կարող եմ հանգիստ շունչ քաշել։ Ինձ համար պատիվ է ծառայել Աստծուն եւ ինձ համար պատիվ էր մաս կազմել ձեր ձեռնադրությանը։ Գերազանցեք
առաջ գնացեք։ Ավելին եղեք եւ ավելին արեք, որտեղ Աստված ավելին ունի ձեզ համար։ Եվ թող Աստված փառավորվի ձեր միջոցով, եւ թող եկեղեցին շինություն ապրի ամեն օր ձեր միջոցով։ Ամեն։ Մեկ շնորհակալություն էլ ուզում եմ հայտնել եւ երեք շնորհավորեցինք Վարդ Քույրիկին եւ Կարեն եղբորը, բայց այսօր նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարեն եղբորը, որպես այնթափի եկեղեցու հովիվ հյուրընկալելու համար, բայց նաեւ Վարդ Քույրիկին շնորհակալություն, այսինքն Կարեն եղբորն ու Վարդ Քույրիկին, բայց ծաղիկները հանձնենք Վարդ Քույրիկին, դեմ չես, չէ՞։ Վարդան, խնդրեմ բեմ բարձրանաս։ Լիլիթը, եթե կարելի է Լիլիթին փոխանց։ Արի առաջ Վարդան։ Շնորհակալ ենք ձեր ծառայության համար, Վարդ Քույրիկին կարող ենք փոխանցել։ Դա լավ, ես Վարդին գիտեի։ Շնորհակալ ենք Վարդան եւ Կարեն եղբայր ջան, այս կոնֆերանսի երեք էլ ես ասեցի կազմակերպելու, բայց նաեւ այս եկեղեցում բոլորի սիրունկալելու համար։ Թող Աստված, երբ որ մենք գնահատում ենք սիրներ եկեղեցու հովին եւ հովիվ տիկնոջը, այդ կերպով նաեւ գնահատենք բոլոր ծառայողներին։ Պարզապես չեն կարող առանձին այսպես, բայց հավատացեք, երբ որ օրհնվում է հովիվը, նաեւ օրհնվում է հոտը եւ եկեղեցին։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի եղբայրներ։ Շնորհակալ եմ բոլորին։ Շնորհակալ եմ Կարգուկանոնի եւ բոլոր ծառայողներին այս օրերին այսպես լավ ձևով ծառայելու եւ պատրաստվելու համար եւ թող Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի։ Խնդրեմ Մազիկ աղբի ջան։ Չգիտեմ ինչ էր ասում։ Ծաղիկները նաեւ Լիլիթին փոխանցեցին, էզիկ եղբայրս հիշում է, որ նաեւ Լիլիթի 40-ամյակներ, այնպես որ Լիլիթ ջան, քեզ էլ շնորհավորում ենք։ Այդպես միշտ երիտասարդ մնաս եւ չծերանաս։ Տերը թող օրհնի։